Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ 1918 թվականին Հայաստանի Հանրապետությունում գործած գեներալներից մեր հայրենակցի մասին ապագա անվանի մարշալ, խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը հենց նրան է տվել այս գնահատականը։ Այդ ժամանակվա հայ գեներալներից ամենատաղանդավորը։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Սարդարապատի հերոս Մովսես Սիլիկյանին։ Մեր հաղորդման հյուրերն են Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը եւ պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Համլետ Գևորգյանը։ Բարի գալուս հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Մովսես Սիլիկյանի կյանքին եւ գործունեությանը եւ շարունակենք մեր հաղորդումը։ Մովսես Սիլիկյանը ծնվել է 1862 թվականի սեպտեմբերի 14-ին Նուխիի գավառի Վարդաշեն գյուղում։ Ավարտել է մի քանի զինվորական ուսումնարան։ Հիմնականում ծառայել է Կովկասում։ Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ռազմաճակատում 1915 թվականին եղել է գնդի հրամանատար։ 1916 թվականին Վանի զորախմբի հրամանատար։ Աչքի է ընկել Մուշի, Էրզրումի, Բիթլիսի ազատագրման մարտերում, նշանակվել է Էրզրումի պարետ, ապա Մուշի կայազորի պետ։ Նպաստել հայ գերիների եւ գաղթականների փրկության գործին։ 1917 թվականին նշանակվել է Վանի միացյալ ջոկատի հրամանատար։ 1918 թվականին հայկական բանակային կորպուսի առաջին հրաձգային դիվիզիայի, ապա Երևանյան զորախմբի հրամանատար։ Սիլիկյանի հմուտ ղեկավարությամբ թուրքական զորամասերը ջախջախվել են Սարդարապատի հերոսամարտում։ 1919-ից 20 թվականներին եղել է Գավառի եւ Վայոց ձորի գավառների գեներալ նահանգապետ։ 1920 թվականի աշնանը Կարս Ալեքսանդրապոլի ճակատի ընդհանուր հրամանատար։ 1921-ից աշխատել է տարբեր բարեգործական հիմնարկներում։ Գնդակը արվել է 1937 թվականի նոյեմբերի 22-ին։ Արդարացվել է 1987 թվականին։ Եղել է ռուսական բանակի գեներալ-մայոր, Հայաստանի առաջին հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ։ Նրա անունով անվանակոչվել է թաղամաս Երևանում։ Պարոն Պետրոսյանց, մինչ Սիլիկյանի գործունեությանը ձեր կողմից ներկայացումը առանցքային հատվածներին, փուլերին, ինչքան տեղյակ եմ Սիլիկյան տոհմում մինչև նա եւ նրանից հետո կամ նրան զուգահեռ եղել են նաեւ մի շարք այլ գեներալներ, գնդապետներ, այսինքն այս տոհմը ցարական բանակի կազմում, ցարական Ռուսաստանի բանակի կազմում աչքի է ընկել իր զինվորականներով, զորավարներով։ Սիլիկյանների գերդաստանը հին ազնվական գերդաստան է եւ անգամ Եկատերինայի կողմից նրանց ազնվական ճանաչումը ռուսական տարածքում իրականացվել է ոչ թե այդ պահի, այլ նրանց պատմական արմատները հաշվի առնելով։ Այո, զորավարական գերդաստաներ կամ զինվորական գերդաստաներ այդ գերդաստանը հայկական պատմական ուտիքի Նուխի գավառի Վարդաշեն գյուղում եւ զարմանալիորեն չգիտես ինչու ուտիքի տարածքից ուդի ազգի վերացած մարդիկ, որոնք լինելով պատմական հայկական տարածքի Վարդաշեն գյուղում ծնված հայ գրիգորյանական պիտի կոչվեն հայ առաքելական, հայ գրիգորյանական պիտի կոչվեն ուդի։ Իհարկե, պարոն Պետրոսյան, բանկային խտրականություն չենք վարում, սակայն Մովսես Սիլիկյանը մեր համար հայ նշանավոր զորավար է։ 20-րդ դարի սկզբին այս գերդաստանը 3 գեներալ է տվել։ Մովսես Սիլիկյանը գեներալի կոչում ստացել է 1917 թվականի օգոստոսի 22-ին։ Նրանից առաջ գեներալական կոչում է ստացել Ստեփան Սիլիկյանը։ Նրան զուգահեռ գեներալի կոչում է ստացել Հարություն Սիլիկյանը։ Երկուսի ճակատագիրն էլ ավարտվել է 1918 թվականին։ Հարությունին հայրենի գյուղում սպանել են դաժանաբար, մյուսը զոհվել է նույն 18 թվականին։ 3 գեներալ Սիլիկյաններից բացի Գերդաստանի 3 գեներալ Դարթենիկնին խոսում որ եղբոր որդիներ բոլորն են։ Այս նույն Գերդաստանից եղել է եւ գնդապետ, եւ մայոր, եւ կապիտան, եւ ենթասպաներ։ 15 մարտ 20-րդ դարի
առաջին քառորդում, Այսինքն դա 15-ը միայն 20-րդ դարի։ այո, Սակայն 19-րդ դարում էլ հավանաբար 20-րդ դարի առաջին քառորդում սպանվել են զոհ դառնալով տարբեր խորհրդային բռնաճնշումների։ Սա միայն զոհ դարձած Սիլիկյանն էր։ Նրա հորեղբոր մյուս որդիները էլի Դենիկինի մոտ ծառայող շտաբային սպա 20 թվականին անցավ արտասահման եւ նա եւս եղել է այդ Գերդաստանի ներկայացուցիչը իր մյուս հորեղբոր որդիներից մեկը։ Այո, դա զորավարական, զինվորական Գերդաստան էր։ եւ այդ Գերդաստանի ամենից հավանաբար նշանավոր դեմքը մեր այսօրվա հաղորդման հերոսը ամենափայլուն ներկայացուցիչը այդ Գերդաստանի Մովսես Սիլիկյանն է։ Շատ բարի, պարոն Գևորգյան, Մովսես Սիլիկյանը աչքի է ընկել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Կովկասյան ռազմաճակատում եւ սերտորեն համագործակցել է մեր հայ կամավորական գնդերի կամ ջոկատների զորախմբերի հետ եւ նրանցից առավել բարձր է նա գնահատել դրոյի գլխավորած այդ երկրորդ ջոկատը, ընթերցեմ Սիլիկյանի տված գնահատականը, դրոյի դրուժինան փառահեղ դրուժինա է, Հայաստանի հպարտությունն ու գեղեցկությունն է։ Այդ խոսքերը Սիլիկյանը ասել է 1916 թվականին, երբ նա լինելով գնդի հրամանատար մարտնչում էր ռազմաճակատի այն հատվածում, որտեղ մարտնչում էր նաև դրոյի գլխավորած կամավորական զորախումբը, այո, դա մեր տարոն աշխարհն էր, վերջի մարտը կազմավ գատուկի այդպես է կոչվում այդ կռիվը, դա 1916 թվականի արդեն գարնան վերջերին էր, եւ այդ ժամանակ Սիլիկյանի գլխավորած գունդը մարտնչում էր կողք կողքի դրոյի գլխավորած զորախմբի հետ։ Եվ այդ ժամանակի, որ նա տեսնելով մեր կամավորական երկրորդ զորախմբի ցուցաբերած հերոսությունը, ահա նման գնահատականի է արժանացել։ Բայց պիտի ասել, որ Սիլիկյանը նաև համագործակցել է մեր մյուս կամավորական զորախմբերին, մասնավորապես Անդրանիկի գլխավորած առաջինի, որտեղ 14-15 թվականին նա զորախումբը մարտնչում էր Պարսկաստանի ուղղությամբ, եւ նա այդտեղ չեն ասում, որ նա մասնակցել է Դիլմանի նշանավոր ճակատամարտին, շատ անգամ երբ խոսում են Անդրանիկին անընդհատ նշում եւ իրավացիորեն են նշում, մոռանալով որ ճակատամարտի հրամանատարը եղել է գեներալ Նազարբեկյանը, իսկ գնդերից մեկի հրամանատարը եղել է հենց Սիլիկյանը, որ այս ժամանակ ունեցել է գնդապետի։ Այսինքն Սիլիկյանի համագործակցությունը մեր կամավորների հետ ամենից միայն դրոյի հետ չեղել, նաեւ Անդրանիկի հետ եւ մյուս կամավորական զորախմբերի հետ։ Նրա գունդը մարտնչել է եւ Իրանի տարածքում, եւ Բիթլիսի, եւ մեր Տարոնի շրջանում։ Ահա այդ ժամանակաշրջանում նա սերտորեն համագործակցել է մեր կամավորականների հետ եւ ավելին, հենց նրա միջնորդությամբ են շատերը ստացել մարտական պարտքերներ։ Օրինակ, Մարտիրոսը, Յապոնը, մյուսները, եւ նաեւ Ուսուբեկին էլ է նա միջնորդել, որպեսզի Եզդիների առաջնորդ, այո, որպեսզի նրան էլ նույնպես շնորհեն Գեորգովյան, ահա այդ մեդալը։ Այնպես որ Սիլիկյանը, այո, իր արժանի ներդրումը ունեցել էր առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, այն շրջանում, երբ դեռևս կամավորական գնդերը կային, կամավորական զորախմբերը կային, եւ խոսքը գնում էր մեր հայրենիքի արևմտյան Հայաստանի ազատագրմանը։ Ահա այստեղ Սիլիկյանը անշուշտ իր մեծ դերակատարությունը ունի։ Դրան դեր կանդրադառնանք, շարունակեք այդ թեման, պարոն Գևորգյան, պարոն Պետրոսյան, դուք արդեն Սիլիկյան տոհմը ներկայացրեցիք նաև առաջին համաշխարհային տարիներին, սակայն հայտնի է, որ հենց առաջին համաշխարհային պատերազմի այդ 4-5 տարիների ընթացքում, ինչպես ընդհանուր առմամբ, ինչպես էլ մասնավորապես Կովկասյան ռազմաճակատում եղել են նաև մի շարք հայ ռուսական բանակի կազմում հայ ազգի այլ գեներալներ, գնդապետներ, ովքեր նույնպես իրենց անձնական քաջությամբ եւ զորավարական կամ զորապետական շնորհքով աչքի էին ընկել։ Եթե միայն նկատի ունենանք, որ ճակատի հրամանատարը Օգանովսկին էր, ով նույնպես կարծեմ հայ, չէ՞։ Ազգությամբ հայ։ Ազգությամբ, ծագումով հայ է։ Ազգությամբ հայ։ Այսինքն ճակատի Կովկասյան ռազմաճակատի հրամանատարը Օգանովսկին եւ նկատի ունենալ, որ հրամանատարական տարբեր աստիճաններ ունեին Թոմաս Նազարբեկյանը,
եւ էլի շատերը, որտեվ եւ Բոզոևները եւ մյուսները պիտի հետո անցնեին այս նույն հայկական ռազմաճակատով, ես հայկական եմ կոչում, որտեվ ինձ համար այդ ռազմաճակատը հայկական ռազմաճակատ է։ Դե Արմենիան Հայաստանում էր մարտեր կռիվները գնում, հիմնական զոհերը այդտեղ էին լինում, հայր ակտիվ մասնակցում են հայկական ճակատը դուրս գալիս։ Այս բոլոր անձերը ինչ խոսք իրենց ներդրում ունեին եւ լինելով թե դիվիզիայի հրամանատարներ, թե գնդերի հրամանատարներ, թե այլ աստիճանի հրամանատարական պաշտոններ զբաղեցնողներ անպատճառ իրենց կարևորագույն ներդրումը ունեցան, որտեղ դա պատմական հայրենիքի մասին էր խոսքը, անկախ նրանից, թե իրենք ում երկրի ուսադիրների տակ էին, առաջին հերթին իրենք այս տարածքի վրա իրենց պատմական հայրենիքում էին պատերազմ մղում եւ այս պատերազմը Արևմտյան Հայաստան չէ, պատմական հայրենիքի հողի վրա էին իրենք կռվում եւ անշուշտ ունեին մեծ խնդիրներ իրականացնելու, որոնց ամեն կերպ խոչընդոտում էին այ մեծ պետության զորահրամանատարները նույն Սիլիկյանը նշանակվեց Էրզրումի պարետ եւ երբ առաջին հրամանը նա ստացավ ռուս գեներալից այն էր որ հայերը քաղաք չմտնեն Պարոն Պետրոսյան, պարոն Գևորգյան, իհարկե Սիլիկյանը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ակտիվ իր մարտական ծառայություն ունեցել է, սակայն նա պատմության մեջ մնացել է որպես Սարդարապատի հերոս կամ Սարդարապատով է առավել հայտնի, սակայն նաև պետք է ցավոք նշեմ, որ մինչև վերջերս կամ մինչև վերջի տասնամյակները Սարդարապատի հերոսամարտի ղեկավարներից, եթե կային մի քանի եզակի մարդիկ, ովքեր կարծես թե ստվերված կամ մոռացության են մատնված, դրանցից մեկը հենց Մովսես Սիլիկյանն էր։ Ժամանակը դաժան իրականություն է։ Եվ երբ 1921 թվականին Հայաստանը ռազմակալվեց, մոռացման նախորդ բոլոր հերոսներն ու հերոսական ճակատամարտերը պետություն ստեղծելու համար։ Սիլիկյանին եզակի ճակատագիր է բաժին ընկել։ Նա 25 տարիներին էլ կարծես թե այնքան էլ Սիլիկյանին նա իր ինչպես հարկն է չեն կարժևորում։ Նա իր ռազմական ամենակարևոր խնդիրները իրականացրել է 1918-ի մայիսին, բայց մինչև մայիս, մինչև ավելի շուտ 1917-ի օգոստոսը, երբ նա նշանակեցին դիվիզիայի հրամանատար, շնորհելով գեներալի աստիճան, իսկան այդ ժամանակ նա գործում էր Վանում 1918 թվականի հունվարին նրան հրավիրեցին Թիֆլիս եւ հետո նա Թովմաս Նազարբեկյանի հրամանով նշանակվեց հայկական կորպուսի երկու դիվիզիաներից մեկի Երևանյան դիվիզիայի հրամանատար։ Իհարկե ամբողջ խնդիրը պիտի դիտարկել այս կտրվածքի վրա եւ որն էր որ նրան բերեց եւ դրեց Արամ Մանուկյանի կողքին։ Երբ Արամ Մանուկյանը ապրիլին եկավ Երևան ու հայկական այդ ժամանակի մտածողությամբ բոլոր կարևորագույն անձերի մասնակցությամբ նրան տրվեց բացարձակ լիազորություններ, դիկտատորի լիազորություններ, անգամ խնդիր գնաց, որ ռազմական ղեկավար լինի նրա կողքին եւ այդպիսի առաջարկ արվեց Սիլիկյանին։ Իսկ Սիլիկյանը որպես զինվորական հրաժարվեց դրանից, ասաց ես Արամի կողքին, ինձ չեմ պատկերացնում այդ պաշտոնում։ Եվ այդ պաշտոնն էլ իրականացրեց Արամը։ Ահա այս երկու խոշորագույն հայկական անձերի դեմքերի խնդիրն էր, որ երբ թուրքերը ապրիլի 15-ին խախտելով բոլոր կարգի պայմանավորվածությունները հայտնվեցին Արևելյան Հայաստանի տարածքում եւ մտան Գյումրի, հարց առաջացավ ինչ պիտի անի այդ ժամանակի ցեղասպանված 2 տարի կամ 3 տարի առաջ 100 հազարավոր գաղթականներով լցված ռազմական պաշարներից զուրկ Հայաստանը որոշումը մեկն էր միակ երկը կամ պաշտպանվել պայքարել կամ պիտի պատերազմել կամ պիտի կոտորվել եւ այդ ճակատամարտի ամբողջ
իրականացման խնդիրները իրականում լուծվել են այն ղեկավարության խմբի կողմից, որը ղեկավարում էր Սիլիկյանը։ Այսինքն Սիլիկյանը Սարդարապետի հերոսամարտի ժամանակ կանոնավոր բանակի հրամանատարն էր։ Այո, Երևանյան դիվիզիայի հրամանատարն էր։ Եվ այդ դիվիզիան էր, որ պաշտպանեց Երևան քաղաքը Արագածի արևմտյան փեշով դեպի Երևան արշավող թուրքական զորքերի ճանապարհը։ Եվ այդ առումով պատահական չէ եւ Սիլիկյանին անվանում ենք Սարդարապետի հերոս։ Միանշանակ է, անկախ նրանից Շնեուրը որպես շտաբի պետ կղեկավարեր անմիջապես մարտի դաշտում պատերազմական գործողությունները, ամբողջ հրամանատարությունը փաստացի այդ պահին իրականացում էր Սիլիկյանը, որտեղ Թոմաս Նազարբեկյանը որոշակի զորախմբի հետ շարժվել էր դեպի Դիլիջան, կտրվելով այդ պահի հայկական իրականությունից եւ փաստացի երկու կարևորագույն ռազմաճակատներում Սարդարապետում եւ Ապարանում խնդիրը Սիլիկյանը նաեւ ընդհանուր հրամանատարություն էր վարում։ Պահին նա դարձել էր ընդհանուր հրամանատար եւ դա ընդունելի էր թե Սարդարապետի դեպքում, թե Ապարանի դեպքում եւ պատկերացրեք ասենք խնդիրը դու սահմանափակ ուժերով հայկական ուժերը այդքան մեծ չէին սահմանափակ ուժերով փակում ես 13000-անոց թուրքական զորախմբի ճանապարհը Սարդարապետի կողմից եւ 10000-անոց ու գումարած 3000-ից ավելի քրդական խմբավորումների եւ այդ ամենի արդյունքում հաղթանակ տանում այդ գերակաշիռ ուժերի նկատմամբ մենք գործ ունենք մի անձի հետ, որը ղեկավարեց ընդհանուր ռազմաճակատը դեպի Երևան արշավող թուրքերի առաջը փակելու հարցում եւ գնահատումը պիտի լինի այսպեսին նա իսկապես տարավ փառահեղ հաղթանակ նախադեպը չունեցող հաղթանակ, որի արդյունքում ստեղծվեց հայոց պետությունն ու այս պահի դրությամբ շարունակվող պետականությունը։ Շնորհակալություն, պարոն Գևորգյան, Սիլիկյանը դերակատարությունը իհարկե միանշանակ կերպով վճռորոշ էր Սարդարապետի այդ օրասական եւ հերոսական այդ տարիներին, այդ օրերին եւ նա 10 թվականից հետո, այո, մայիսյան հերոսամարտերին եւ 18-20 թվականներին նա նույնպես իր որոշակի զինվորական եւ քաղաքապետական ծառայությունը մատուցեց մեր առաջին հանրապետության։ Նախ կուզեի նշել, որ մայիսյան հերոսամարտերում է դրսևորել Սիլիկյանի ռազմավարական որպես զինվորականի ռազմավարական տաղանդը, մտածելակերպը։ Ինչու՞ մեր բանը։ Երբ մինչև մայիսյան հերոսամարտերը ռազմաճակատում գերակշռություն ուներ թուրքական կողմը։ Եթե ուսումնասիրենք պատմական այդ ժամանակահատվածը, ապա միանշանակ ցույց է տալիս, որ մեծամասամբ դա կապված էր հայկական զորահրամանատարների ոչ այդքան կոմպետենտ իրավասու լինելու հետ, թույլ հրամանատարներին, բայց իրավիճակը փոխվեց, չէ, նվիրվածի մասին թողենք։ Նրանք ուղղակի որպես թողենք այդ մի կամա, որպես ռազմակետ, որպես զորավարական տաղանդ չունեին մի խոսքով, թույլ մարդիկ էին ավելի։ Բայց իրավիճակը փոխվեց, երբ արդեն հրամանատարության ղեկն ստանձեց Սիլիկյանը։ Այն հերոսամարտերը, որոնք մղվեցին Արարատյան աշխարհում։ Թուրքական կողմը շատ լավ տեսնելով, որ հայկական կողմից այդքան էլ ուժեղ դիմադրություն չկա, այստեղ մի ստրատեգիական ռազմավարական սխալ է թույլ տալիս։ Իր բանակը բաժանում է 4 զորախմբերի 4 ուղղություններում եւ դրանց գլխավոր նպատակն է շարժվել դեպի Բաքու, որ առաջ գրավել Բաքվի նավթը։ Այստեղ էր, որ Սիլիկյանը իրոք դրսևորեց իր ռազմագիտական կարելի է ասել մարտավարական ռազմավարական տաղանդը։ Նա ճիշտ գնահատեց պահը եւ որոշեց օգտվել թուրքերի թույլ տված ռազմավարական սխալից եւ յուրաքանչյուր ուղղությունում ճակատամարտ տալ եւ ջախջախել թուրքական զորախմբերին։ Տեսեք, Սարդարապետի ուղղություն դրոն ինքն է գրում, որ երբ նրան ուղարկում է Ապարան, դրոնը սկզբից չի համաձայնվում, ասում է ջախջախենք Սարդարապետի ուղղությունում արձակող թուրքական զորքերին նոր գնանք Ապարան, բայց Սիլիկյանը ճիշտ է հասկանում ժամանակաշրջանի իսկապես յուրահատկությունը, իսկ հյուսիսային դարպասը Երևան տանող բաց էր մնում,
Այդ պատճառով էլ նա հենց իր հրամանատարությամբ գործող զորամասերից մի քանիսը ուղարկեց ապարան։ Եվ պիտի ասել, որ ապարանն ու ճակատամարտը եւ Սարդարաբադի ճակատամարտը կարելի է դիտարկել միևնույն ճակատամարտի երկու կարևոր ուղղություններ, որոնց ընդհանուր հրամանատարը եղել է գեներալ Սիլիկյանը։ Այո, այս առումով գեներալ Սիլիկյանի դերը անկնահատելի է մեր պատմության դյուցազնագրքում կարելի ասել։ Իսկ հանրապետության շրջանում գիտեք, որ հանրապետության արժև ահա այդ պայմաններում, երբ Հայաստանում 100,000-ավոր որբեր, անօթևան գաղթականներ, երկրում տիվ, համաչարակ, ամեն օր հազարավոր դիակներ են հավաքում եւ այրում, եւ ահա այս ժամանակահատվածում հանրապետության կառավարության արժև ծառացած ամենադժվարին խնդիրներից մեկը դա կապված էր հանրապետության սահմանների ընդարձակման հետ, որովհետեւ ընդամենը 11,000 քառակուսի կիլոմետրի վրա հնարավոր չէր, որ կենսունակ պետություն ստեղծել։ Եվ ահա ցակեց այդ ժամանակ լորվա հարցը։ Վրացիները զավթել էին լորին եւ լորին հայտարարել էին Վրաստանի անբաժանելի մաս։ Այսօր էլ ես նայում եմ մեր պատմաբաններից շատերը անգամ Լեոն եւ այդ պատերազմում ավելի շատ մեղադրում է հայկական կողմին եւ գտնում են, որ հիմնական մեղավորը իբր թե դրոն է եղել։ Կառավարությունը իբր համաձայն չէ, բայց պիտի ասեմ, որ ռազմաճակատի ընդհանուր հրամանատարը պարոն Գևորգյան, անցնենք առաջ, կարևոր այդ պատերազմում հաղթեցինք եւ ստեղծվեց առաջին հանրապետությունը, ամրապնդվեց։ Հիմա Լեոյին այդ ճակատամարտի հրամանատար նշանակվել է Սիլիկյանը։ Նա մինչև թույլատրություն չտար, դրոն չէր մտնի։ Հասկանում եք, Սիլիկյանը ճիշտ հասկացել, որ վրացիներին հնարավոր չէր խաղաղ ճանապարհով վրացիներից լորի հետ բերել։ Միակ ուղին նրանց պետք է զենքով ստիպեին, եւ Սիլիկյանի հրամանով է դրոն մտել լորի։ Այստեղ էլ Սիլիկյանի ծառայությունը շատ մեծ է։ Եթե այսօր մենք լորի ունենք, այո, պարտական ենք ինչ-որտեղ Սիլիկյանին։ Իսկ հանրապետության վերջի շրջանում ես պիտի ասեմ, հայ թուրքական պատերազմի ժամանակ, գիտեք, եթե 18 թվականին Սիլիկյանը փայլեց իր ռազմագիտական տաղանդով, 20 թվին մենք գործ ունենք բոլորին ուրիշ Սիլիկյանի հետ։ Գիտեք, որ 20 թվի հայ-թուրքական պատերազմի ժամանակ հայկական կողմը ուներ բացարձակ մեծամասնություն, այնուամենայնիվ խայտարակ պարտություն է կրել։ Եվ Կարսի ճակատամարտում, մինչև Կարսի Բերդաքաղաքի հանձնումը, մեր զորքերի հրամանատարը եղել է Սիլիկյանը։ Եվ այստեղ գիտեք ինչ կա, Սիլիկյանը ճակատամարտը ղեկավարել է Հերվից, Ալեքսանդրապոլում։ Եվ այն ինչ որ կատարվել է Կարսի ճակատում, որտեղ մեր զորքերը ունենալով գրեթե երրակի գերակշռություն, բայց պարտություն են կրել, Սիլիկյանը բոլորին արդեն ոնց ինչ ասեմ, ուրիշ Սիլիկյան էր 20 թվականին։ Այն 18 թվականի Սիլիկյանը չէր, այ Բաղրամյանը գրում է, ժամանակի հրավառությունից դա արդեն մեզ համարեական չէ, մեզ համարեական է, եւ կարևորը նա է, որ Մովսես Սիլիկյանի գլխավորությամբ մեր զինվորականությունը հայ ժողովուրդ 1918 թվականին Սիլիկյանի մեծագույն հաղթանակ տարավ եւ ստեղծվեց առաջին հանրապետությունը։ Հարգելի բարեկամներ, կրկին շնորհակալություն հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար։ Այս մայիսյան հաղթական օրերին, մայիսյան առաջին հանրապետության հռչակման օրերին 99-րդ տարեդարձն է, հաջորդ տարի պետականորեն եւ համաժողովրդական հանդիսությամբ պետք է նշենք առաջին հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը, եւս մեկ անգամ հնարավորություն եղավ Արարատ հեռուստաընկերության եթերից մեր հայրենակիցներին ներկայացնել գեներալ-մայոր Սարդարապետի հերոս գեներալ-լեյտենանտ առաջին հանրապետության գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի անցած այդ փառավոր մարտական ուղին եւ հույս հայտնել, որ Սարդարապետի հերոսամարտի եւ նրան հաջորդած Բերլինի Թամանյան դիվիզիայի գրավման, Շուշիի ազատագրման եւ նորօրյա հաղթանակների այդ շարանը այդպես էլ անverջ կշարունակվի։ Հարգելի հերոստատիտողներ, սիրելի հայրենակիցներ, բոլորի շնորհավորում եմ առաջին հանրապետության տոնի արդիվ եւ մաղթում, որպեսզի մեր հայոց նոր պետականությունը առավել հարատև, առավել հզոր եւ բարգավաճ զարգացած լինի։ Հարգելի հերոստատիտողներ, հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Մովսես Սիլիկյանին։ Առայժմ այսքանը ճանաչենք հայորդիներին։